Օրինակի համար, տղամարդիկ, եթե դուք հայոյան կանելու սովորություն ունեք, պահեք ձեզ այդ սովորություններից, թարգեք այդ սովորությունը, որպեսզի ձեր բերանից միայն սուրբ խոսքեր դուրս գան։ Ասում են դժվար է, ասում են անհնար է, ինչպես դա անել։ Ձեր լեզուն ու բերանը վարժեցրեք օրհնելու Աստծուն, որտեղ մեջ ասեք, օրհնյալ է Աստված, գովյալ է Աստված, փառավորյալ է Աստված, 10 անգամ ասեք, 100 անգամ ասեք, ամեն ինչի մեջ ասեք, օրհնյալ է Աստված։ Այդպիսով նույնպես էլ դուք կանայք, հիմա ցավոք սրտի կանայք են հայերեն, բայց դուք էլ օրհնեք ձեր երեխաներին։ Երեխան գնում է դպրոց, առավոտյան մի հատ խաչակրկեք, ասեք Քրիստոսով գնա, տղա ջան, աղջիկ ջան, Քրիստոսով գնա, Աստված քո հետ, Տիրոջը չմոռանաս։ Այսպիսով, երբ որ մեր լեզվից արդեն դուրս գան օրհնության խոսքեր, քաղցր ջրեր, այլ թթու ջուր դուրս չի գա մեր բերանից։ Եվ եթե մենք կարողանանք մեր լեզուն սանձել, մենք կլինենք կապերյալ մարդիկ, ինչպես որ ասեց Աստծո